Այսօր զրուցում ենք առողջապահության փորձագետ Ծաղիկ Վարդանյանի հետ։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք։ Տիկին Վարդանյան, վերջին օրերին ծնողները սոցցանցում ահազանգում են, որ երեխաներին նեղ մասնագետի մոտ տանելիս, մասնավորապես ակնաբուժի կամ ասենք վնասվածքաբանի մոտ տանելիս համավճար են ուզում 3000, 5000, մինչև ընդհուպ 6000 դրամի չափով։ Ինչ է փոխվել համակարգում երեխաների անվճար բուժ օգնության այդ սկզբունքը այլևս չի աշխատում։ Եկեք հիշենք, որ ապահովագրական համակարգը այսպես ասած ներդրվել է 2026 թվականի հունվարի 1-ից, հա։ Չնայած հենց ի սկզբանե ուզում եմ ասել, որ սա անցումային փուլ է, սա ներդրում տենց չի կարելի համարել վերջնական ներդրում, եւ այո, նախընտրական շրջանում բոլոր բժշկական կազմակերպությունները ստացել էին հրահանգ հանձնարարական շրջաբերականի ձևով, որ մանավանդ մանկական ծառայությունների մասով համավճար չլինի։ Համավճարը եկեք հիմնականում քննարկենք խորհրդատվությունների մասով, նեղ մասնագիտական խորհրդատվություններ, որովհետև հենց հատկապես նեղ մասնագիտական խորհրդատվություններն են այսօր այսպես աղմուկ բարձրացրել, որովհետև առանց նեղ մասնագետի խորհրդատվության որևէ լուրջ հետազոտություն կամ հիվանդանոցային բուժում անհնար է։ Ուղղակի չի ստացվի մտնել, հասնել հիվանդանոց, մինչև չունենաք նեղ մասնագետի խորհրդատվություն։ Եվ ինչ է կատարվում։ Այսինքն համավճարը դա նաև խորհրդատվության համար է։ Այո, հիմնականում այս փուլում, հիմնականում ես հիմա կասեմ դրա մասին, հիվանդանոցային մասում շատ ավելի դեռևս չի կիրառվում, դեռևս շատ ավելի տես լայն, ընդլայնված չի կիրառվում, ավելի շատ ամբուլատոր օղակում է կիրառվում, եւ այն աղմուկը, որի մասին դուք խոսում եք, հենց հատկապես վերաբերվում է նեղ մասնագետների խորհրդատվությանը։ Ինչ է կատարվում։ Նախ պետք է նշենք, որ համավճար, այսպես ասած, լինելու հարցը արդեն իսկ ապահովագրության մասին օրենքով ամրագրված է։ Ամրագրված է եւ ավելին ասեմ, պետության սահմանած գնից, հիմնադրամի սահմանած գնից 2 անգամ ավել կարող է լինել համավճար։ Սա իհարկե աբսուրդի ժանրից է։ Իսկ ինչպես էր, որ 2026-ի սկզբից երեխաների բուժօգնությունը անվճար էր եւ այդ համավճարը գոյություն չուներ։ Ինչու հանկարծ մեկ էլ մարդիկ սկսեցին վճարել համավճարներ։ Մինչև հունիս, մինչև ազգային ժողովի ընտրությունները հանձնարարված էր, որ գոնե առնվազն երեխաների բուժօգնության մասով չկիրառել, ուղղակի չկիրառել, ոչ թե բան փոխեցին ու սկսեցին կիրառելը, այլ մինչև 6 ամիս չէին կիրառում, 6 ամսից հետո հունիսի 6-ից 7-ից հետո այս արդեն սկսվեց, այո, ընտրությունից հետո։ Սա բացառապես նախընտրական մանիպուլյացիա էր, ուրիշ ոչ մի բան, որպեսզի այն պատրանքը, որ անվճար եք բուժօգնություն ստանալու եւ տեսեք, մենք արդեն ապահովագրություն ենք ներդրել, ինքը լիներ, այսպես ասած, իրատեսական։ Ինչու հենց երեխաների մասով, նախ ինքը շատ ցավոտ է եւ ինքը սոցիալական ամենա, այսպես ասած, խմբեխոցելի խումբն է, որտեղ պետք է որոշակի, ասենք, լգոտաներ լինեն, այո, օրինակ բազմաթիվ երկրներում համավճարը, երբ որ համեմատում ես, երեխաների մասով չի կիրառվում, օրինակ Նիդերլանդներում, Նորվեգիայում, Ճապոնիայում, Ֆրանսիա չի կիրառվում։ Ուղղակի օրենքով սահմանված է, որ երեխաների մասով չի կիրառվելու, համարվելով սոցիալապես ավելի, այսպես ասած, խնայելու ենթակա խումբ, էլի շահառուների խումբ։ Իսկ մեր մասով չկա նման բան չկա, միայն պոզիցիոն էմիսիոն տոմոգրաֆիայի PET սկանի մասով, որը տարեկան մի քանի դեպքի մասին է խոսքը, միայն այդ դեպքում տված է արտոնություն երեխաներին, մեկ դեպքում։ Մնացած բոլոր մասով երեխաները հավասարեցած են 18-ից բարձր տարիք ունեցող քաղաքացիներին, սակայն չի կիրառվել, նորից եմ կրկնում, որպեսզի չստացվի այդ, այսպես ասած, ռեզոնանսը, մինչև այդ պետական պատվերով արվում էր երեխաներին անվճար, մեկ էլ հանկարծ սկսում է, այսպես ասած, համավճարային սկզբունքը, բայց հիմա կիրառում են համավճարային սկզբունքը ու կիրառվում է շատ ընդլայնված, բավական ընդլայնված եւ երեխաների մասով եւ մեծահասակների մասով։ Տեսեք, առողջապահության ապահովագրության հիմնադրամից ասում են, որ օրենսդրական փոփոխություն չի եղել եւ բժշկական կենտրոնները իրենք են բարձրացրել գները։ Արդյոք սա բժշկական կենտրոնների ինքնագլուխ, այսպես ասած, ինքնուրույն որոշումն է
Թե պետության կողմից սահմանված փոխհատուցման չափերը այնքան ցածր են, որ բժշկական կենտրոնները ստիպված որոշել են համավճար ներդնել։ Եկեք հարցը երկու կողմանի նայենք, առաջինը եթե շուկան ուսումնասիրում ենք, ծառայությունների շուկան, ապա նեղ մասնագիտական խորհրդատվությունները այս պահին Հայաստանի Հանրապետությունում սկսում է 10,000 դրամից, ամենացածր գինն եմ ասում, մինչև 40-50,000 դրամ մեկ խորհրդատվությունը, իսկ ավելի նեղ մասնագիտական մասերով, օրինակ նարկոլոգիա, օրինակ հոգեբուժություն, 50,000-ից մինչև 100,000 դրամ անգամ մեկ խորհրդատվության։ Այո։ Ինչպես է որոշվել այդ թիվը։ Ով է որոշում այդ թիվը։ Քանի որ այս փուլում մենք այս ով է որոշումը, ասենք շուկայի մասով, ծառայությունների շուկայի մասով, դա շուկայական կարգավորման արդյունքում է ունեցած ծառայությունների, այսպես ասած, առաջարկի ու պահանջարկի հետ կապված։ Այսինքն ինչքան ունենք առաջարկ, ինչքան է պահանջարկը։ Այսինքն պետությունը չի վերահսկում այդ համավճարի չափի մասով։ Մինչև ապահովագրությունը վերահսկվում էր այն մասով, որով որ պետական պատվերը դրել էր ֆիքսված աշխատաբաներ, ստիպված համավճարներ կներեք ապահովագրության։ Իսկ հիմա օրենքը ասում է, որ հենց համավճարի չափը պետք է 1 ամիս առաջ հրապարակի ապահովագրական հիմնադրամը, բայց չկա իր կայքում այդպիսի բան չկա, իրենք էլ հայտարարում են, որ դա պետք է անեն բժշկական կազմակերպությունները, իսկ օրենքում ամրագրել են այլ դրույթ։ Այսինքն պետք է կառավարի հիմնադրամը, այո, ոչ միայն պետության տված գումարները, այլ նաև այն ֆինանսական մասը, այն չափը, որը որ նաև վերցնելու են։ Բայց հիմնադրամները ասում են, որ այդ չափը որոշում են բժշկական կենտրոնները։ Հիմա ինչ է ստացվում։ Իրենց ասածը չի համապատասխանում 26 թվականի համար արդեն իսկ գործող, հունվարից գործող առողջության համապարփակ ապահովագրության օրենքում ամրագրված դրույթներին չի համապատասխանում։ Չգիտես ինչի, կարծում եմ թե ուղղակի միջանկյալ այսպես մի պատասխան տվել են։ Իրենք պետք է կարգավորեն, պետք է հրապարակեն եւ պետական գները, այն սակագները, որոնք փոխհատուցվում է հիմնադրամի կողմից եւ այն համավճարների չափը, որը որ քաղաքացիները պետք է վճարեն։ Ինչու է տրամաբանությունը ապահովագրության այդպես, որովհետև ապահովագրության ներդրումը համար առաջին հարցն է քաղաքացիների ֆինանսական ապահովվածության եւ պաշտպանվածության համար, այսինքն դա արվում է, որպեսզի մենք պաշտպանված լինենք ֆինանսական առողջապահական ծառայությունների մասով։ Մարդը ինչ է անում, հարկեր է վճարում պետությանը, այդ հարկերից ձևավորում է պետական բյուջեի մուտքային մասը, որից էլ ինչ որ ձևով նաև առողջապահական բյուջեն, հա, 4-5% տրվում է առողջապահության բյուջեին, առողջապահության մասին։ Դրանից հետո ավելացրել են 26 թվականից, իսկ եթե ավելի ճիշտ ասեմ, 25 թվականի դեկտեմբերից արդեն իսկ ապահովագրավճար, որը հաստատված հարկ է, իր այությամբ հարկ է, հա, վճար ենք ասում, բայց դա պարտադիր հարկատեսակի նման վճար է։ Եվ դա է վճարում աշխատող քաղաքացին, եւ դրանից հետո մի հատ էլ գնում է ու համավճար։ Այսինքն 3 մակարդակով վճարում է կատարվում։ Հիմա սա ֆինանսական պաշտպանվածություն է, թե ֆինանսական բաղդադատվածություն եւ ավելի ծանր բեռ, քան կա։ Այսինքն ապահովագրությունը կոչված էր, որ թեթևացներ քաղաքացիների ֆինանսական բեռը։ Ստացվում է հակառակը, փաստորեն 3 մակարդակով վճարում է կատարում քաղաքացին։ Ինչպես նշեցիք, մեկը դա ապահովագրավճարն է, մյուսը հարկերն է եւ երրորդը համավճարը։ Հետևաբար ապահովագրական համակարգը, քանի որ կոչված է այս ամենը կառավարելու եւ այսպես ասած իրականացնելու այս ամենը, նա պետք է շատ հստակ ներկայացնի այս 3 մակարդակներով ֆինանսական հոսքերի կարգավորումն ու կառավարում, ոչ թե ասի դե գիտեք ինչ կա, հիմնարկը իրանք դրել են 5000 են դրել, հետո կլինի այդ հիմնարկում մի բժիշկ, որը առանց համավճարի կանի, այսինքն ինչ ուսանողներին տալու եք առանց համավճար են իրականացնելու խորհրդատվությունը, այն արդեն որոշակի մասնագիտական հմտություններ ունեցող ու այսպես ասած բրենդային բժիշկներին ոչ, այսինքն այս ինչ ենք անում, այս ասա սոցիալական հավասարության մասին է խոսքը, թե անհավասարության եւ ավելի խորացնելու է այս անհավասար սկզբունքները։
Այստեղ պետք է նայել, արդյոք ճիշտ եք քայլերը անում, արդյոք համավճարի կառուցվածքը դուք ճիշտ եք մեկնաբանում։ Չկան վերահսկող մարմիններ, որ վերահսկեն գումարը ինչպես է ծախսվում, ինչպես է մուտքագրվում եւ ուր է գնում։ Անպայման կան, մենք գիտենք պետական վերահսկողական ծառայություն, գիտենք հաշվեկնիչ պալատ, ընդ այդ բոլորը գիտենք, որոնք պետական բյուջե եւ ընդհանրապես բյուջեի հետ կապված հարաբերությունները քննարկում են։ Եկեք չմոռանանք, հիշում եք այն նվիրատվությունների պահը, երբ որ նվիրատվություններին տես եւ ինչ աղմուկ դուրս եկավ։ Ինչպես սովորութային է այս վարչախմբի համար, կթողնեն այսպես կուռի, հետո կսկսեն ցույց տալը, որ տեսեք պայքարում ենք այսպես ասած կոռուպցիայի եւ սխալների դեմ։ Եվ ինչ որ մեր երկու կազմակերպությունները մի քանի տնօրենների կազատեն աշխատանքից, ինչպես ազատեցին նվիրատվությունների հետ կապված, հիշում եք, որ նվիրատվություններ էին անում։ Ավելին ասեմ, համավճարի ծառայությունների քանակը ավելանալու է։ Դրա հնարավորությունը տրված է օրենքով։ Կարծում եմ, որ առաջիկա ժամանակահատվածում ամենաուշը 2027 թվականից նրանք նույնպես կկիրառվեն համավճարով։ Տեսեք, եռամսյակի հաշվետվության մեջ տալիս է վնասաբերությունը 60%։ Դա ինչ է նշանակում, բացատրեմ։ Հավաքագրած եւ պետությունից ստացած հիմնադրամի փողերի 60%-ն է ծախսվել ծառայությունների մատուցման համար, 40%-ը մնացել է։ 6 ամսվա համար արդեն տալիս է 88% վնասաբերություն։ Այսինքն, տեսեք, 88% վնասաբերություն։ Ես ենթադրում եմ, որ այս վնասաբերության տոկոսը 90%-ից առնելու պարագայում արդեն դա կարմիր գիծ է ընդհանրապես ապահովագրական համակարգի համար, այսինքն հավաքագրած ֆինանսը եւ ծախսած ֆինանսի մասին է խոսքը, հավաքագրած այսպես է կոչվում պետության կողմից տվածը, ապահովագրավճարների հավաքած է, այս սրա մասին է խոսքը, էլի, հիմնադրամը ինչքան գումար է հավաքում, ինչքան է ծախսում։ 90%-ի անցնելուց դեպքում համատարած համավճարներ են կիրառվել։ Եվ ես ուզում եմ նաև մի բանի մասին խոսել, որ ինչի եմ ես ասում, սա դեռ ներդրման փուլն է, սա դեռ ապահովագրություն չէ, որովհետև ապահովագրությունը մի կարևոր հատկություն ունի։ Ապահովագրական ագենտ հասկացությունը, ապահովագրական ագենտ, այստեղ բացակայում է։ Ինչ է դա նշանակում։ Ապահովագրության, երբ որ մարդիկ ապահովագրված են, ցանկացած պետությունում, ցանկացած ձևաչափով, պետական, մասնավոր, սոցիալական, թողնում եմ այս մոդելները, ցանկացածի դեպքում կա ապահովագրվող մի հատ ապահովագրության մեջ մի մարդ, այսպես ասած մասնագետ, որը քո ամբողջ բուժական process-ը, այսպես ասած, հետազոտությունը ինքը այսպես ասած վերահսկում է եւ գծելով տանում է, որը այստեղ չկա։ Մենք սա շատ նման է պետպատվերին։ Կներեք բառիս համար ներողություն եմ խնդրում, սա այլ իմաստով եմ ասում, անտեր չի դա ենթադրում։ Չէ, ինքը ապահովագրական իր ծառայությունների մեջ է մտնում եւ պետք է լինեն ապահովագրական, այսպես ասած, մենեջերներ, case management անողներ, այսինքն անհատական մենեջեր, իր կողմ մենեջմենտը։ Հիմա օրինակ մասնավորում ինչպես է, զանգահարում եք ապահովագրություն, ասում եք, եթե ինչ որ մեկը ունի, իմ ասածները կհասկանա ինչ եմ ասում, որ ես ցանկություն ունեմ կամ ես խնդիր ունեմ, ոչ թե ցանկություն, շատ արագ այդ խորհրդատվությունը կազմակերպում են, շատ արագ կազմակերպում են նրա անհատական բուժման կամ հետազոտման ծրագիրը, թե ինչ է, եւ այդ ծրագիրը ներկայացնում են տվյալ կազմակերպություն, ժամը, օրը, հետը այսպես համաձայնացնում են ու գալիս է արդյոք այս պահին ապահովագրություն այդպես է ոչ։ Նույն պետական պատվերի սխեման է աշխատում։ Ինքդ գնում ես, ուղեգիրդ կախել են, գնում ես այդ ուղեգիրը տեսնես, դու ինքդ ես պայքարում քո փաստաթղթաշրջանառության իրականացման համար, դու ինքդ ես սկսում ապացուցել, որ դու ապահովագրված ես, որ դու ունես իրավունքներ, ես գուցե կարողանում եմ, որովհետև շատ եմ տեղեկացված, շատ մարդիկ մի բան էլ համավճար ես վճարում եւ մի հատ էլ համավճար ես վճարում։ Արժանապահության նախարարությունը հայտարարում է, որ ինքը միայն քաղաքականության մշակող է, իսկ հարցերով պետք է զանգահարել ապահովագրության հիմնադրամ։ Հիմնադրամն էլ իր սլաքները ուղղում է դեպի բժշկական կենտրոններ։ Հիմա ի վերջո ով է պատասխանատու այս իրավիճակի համար։ Այս իրավիճակի համար պատասխանատու է հիմնադրամը։ Միանշանակ հիմնադրամը ստեղծված է, որպեսզի կարողանա կառավարել, վերահսկել եւ
այո, անել համապատասխան այդ փոփոխություններ ու կարգավորումներ, որպեսզի համակարգը գործի անթերի։ Մենք հասկանում ենք, ցանկացած համակարգի ներդրման հետ կապված կլինեն խնդիրներ, բայց խնդիրները պետք է լուծվեն, ոչ թե ուղղակի թողվեն, այսպես էլ ինքնահոսի, դե բժշկական կազմակերպությունը միտեղ 3000-ը համավճարը նշանակ դրել խորհրդատվության միտեղ 6000, միտեղ մինչև 12000 իրավունք ունի, 200% իրավունք է տրված օրենքով համավճար, այսպես ասած, կիրառելու։ Այսպիսի բան միջազգային պրակտիկայում անհասկանալի եւ անընդունելի։ Նորման 10-ից 30% է համավճարի։ Այդ սկզբունքով պետք է լիներ, ասենք 600 դրամից մինչև 1800, 2000, գուցե եթե այդ թվերը լիներ, այսպիսի աղմուկ էլ չբարձրանա։ Հիմա եթե ես դիմել եմ բուժ հաստատություն, նշանակվել է խորհրդատվություն, խորհրդատվության համար ես վճարել եմ, մասնագետը ինձ ուղարկում է մեկ այլ մասնագետի մոտ, որը դարձյալ խորհրդատվություն է։ Ես դարձյալ վճարելու եմ այդ։ Այո։ Նա էլ կարող է ուղարկել մեկ այլ մասնագետ, այսինքն շղթա է, որ դու պարբերաբար սկսում ես վճարել, մեկ սկզբում մեկին, հետո երկրորդին, երրորդին, իսկ շղթան կարող է եւ անվերջանալի լինել։ Այսինքն մեկը մյուսի հետ աշխատելով կոպիտ է հնչում, բայց ժողովրդի լեզվով ասած եւ ժողովրդի տրամաբանությանը մոտ մեկը մեկին պաս են, ուղղորդում են, պաս են տալիս, այսպես ասած։ Ես կարծում եմ, եթե ախտորոշման հետ կապված ճշտման խնդիր ունեն, այո, դուք ճիշտ եք ասում։ Ավելի անկեղծ խոսենք, մանավանդ դուք երկար ժամանակ ղեկավարել եք բուժ հաստատություն։ Արդյոք այս շղթան հիմա էլ է գործում եւ ավելի եւս այս պայմաններում, երբ կարելի է գումար կորզել հիվանդից։ Միանշանակ գործում է, միանշանակ։ Ուղղակի մեր հույսը պետք է լինի բժիշկների բարոյականության եւ մասնագիտական, այսպես ասած, առաքինության վրա, որովհետև այլ կարգավորում չկա։ Մենք այսպես ասում ենք համավճար, բայց այստեղ մի բան էլ ասեմ, սահմանափակող ուրիշ այլ խնդիրներ էլ կա։ Օրինակ նույն պաթոլոգիայի համար, նույն հիվանդության, ասենց ասեմ, նույն հիվանդության համար տարեկան ապահովագրությունը փոխհատուցում է այն 6000 դրամ խորհրդատվությունը, որ միայն երկու խորհրդատվություն։ Եթե ավել եղավ, արդեն դուք պետք է վճարեք։ Արդեն գնում է ոչ թե համավճար, այլ ամբողջովին վճարելու մեխանիզմը։ Այսինքն այսպիսի սահմանափակումներ կան եւ կարծում եմ, որ մոտ ժամանակներս, երբ որ կսկսվեն ստուգումները բժշկական կազմակերպությունում այս 6 ամիսների համար, իսկ ստուգման պլանը արդեն ներկայացված է, արդեն հասանելի է կայքում ապահովագրական հիմնադրամի, մենք երևի հետաքրքիր բաներ կլսենք նաև այդ մասով, թե ինչ է արվել։ Շատ լավ, այդ ժամանակ մենք կրկին կհանդիպենք, մեզ մոտ տաղավարում կզրուցենք, իսկ այս պահին ինչ հանգուցալուծում կա, որն է հանգուցալուծումը, դուք ասացիք, ակնարկեցիք, բայց համավճարը դառնալու է մեր քաղաքացիների առօրյան։ Կարծում եմ ընդլայնվելու է համավճարը, ինչու, որովհետև երբ որ նայում ենք սակագները, հիմնադրամի կողմից սահմանած սակագները պետական պատվերից առանձնապես չի տարբերվում, իսկ պետական պատվերի փոխհատուցող գների մասին հաճախ ենք խոսացել, շատ ենք խոսացել, որ իրենք չեն համապատասխանում ներկա իրականությանը, հետևաբար համավճարը ընդլայնվելու է, պետք է մենք դրա հետ հաշտվենք, պետք է հաշտվենք, դա իմ կարծիքն է։ Հանուն ընտրությունների սկսվեց, հանուն ընտրությունների այսպես լռեք, արեք, վիրահատեք եւ գումարները կտանք այդ վիրահատությունների կանեն, արդեն մոտ 70-80% գումարները ծախսված են եւ հիմա հասկանալի է, որ այլ մեխանիզմներ են, այսպես ասած, ներդրվելու, ընդլայնվելու ֆինանսների հավաքման մեխանիզմներ, որպեսզի եւ բժշկական կենտրոնները լինեն գոհ եւ ղեկավարությունը արդեն քաղաքացին ինչքանով ավելի կծանրաբեռվի ֆինանսական բեռով, այդ խոսենք երևի ապագայում։ Շնորհակալություն մեր հարցերին պատասխանելու համար։ Մենք զրուցում էինք առողջապահության փորձագետ Ծաղիկ Վարդանյանի հետ։ Ցտեսություն։